Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 25 դեկտեմբերի օրը 5-շաբթի, բարի երեկո։ Գավառ քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են 5 բազմաբնակարան շենքերի տանիքներ, այդ շենքերում կատարվել են նաև մուտքերի բարեկարգում և նոր դռներ են տեղադրվել, 6 բազմաբնակարան շենքերում էլ արտաքին լուսավորության ցանց է անցկացվել, տանիքների հիմնանորոգման և արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներն ավարտվել են, մուտքերի բարեկարգումը նախատեսված է ավարտել հաջորդ տարի։ Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել են Գավառ քաղաքի թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, փոխվել են մուտքերի լուսամուտներ ու դռները, վերանորոգվում են այդ շենքերի մուտքերը։ Նույն ծրագրով Գավառ քաղաքի Ազատության փողոցի կենտրոնական հատվածի թվով 6 բազմաբնակարան շենքերում էլ անցկացվել է արտաքին լուսավորություն։ Համայնքապետարանի կողմից առավել խոցելի ընտրված թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ որոշվեց հիմնանորոգել, որոնք գրեթե անմխիթար վիճակում էին։ Դրան միացվեց նաև մուտքերի հիմնանորոգման, մուտքի դռների փոխարինման, պատուհանների փոխարինման եւ բնակիչներին մատակարարվող էլեկտրասանուցման հոսանքագծերի փոխարինման ծրագիրը։ Ծրագրում ներառված աշխատանքները մեկնարկել են այս տարվա ամռանը։ Տանիքների կառուցման եւ արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Մուտքերի վերանորոգումը դեռևս ընթացքի մեջ է։ Մաքուր է ամեն ինչ ու տանիքը վերանորոգվում է ժամանակ գուցե թողում էր օրինակ անձրևի ժամանակ բան վերևի արկի արևաններին վերակողած ջուր կաթար, բայց հիմա կարգավոր վերաղագին շնորհակալություն ովքեր որ կազմակերպել են, շատ շնորհակալ ենք, որ այսպիսի աշխատանքներ են կատարվում։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները բնակիչների համար կարևոր խնդիրներ են լուծել։ Խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերի տանիքները երբևէ չէին վերանորոգվել։ Տարիների ընթացքում անձրևներից քայքայված ու քամիներից կրած վնասների հետևանքով հատկապես վերջին հարկերի բնակարանները շատ էին տուժում։ Կաթոցներ կար 5-րդ հարկում, այն մյուս մուտքում չէին բնակվում 5-րդ հարկի բնակիչները հենց այդ պատճառով։ Շատ գոհ ենք նախաձեռնողից, ծրագրի իրականացնողից եւ աշխատողներից։ Կարևոր էր նաև մուտքի վերանորոգումը, լուսամուտների ու դռների նորացումը, ինչպես նաև կատարվող արտաքին հարդարման աշխատանքները բազմաբնակարան այս շենքերում կապահովեն տաք ու կոկիկ միջավայր։ Մեզ լուսամուտները որ չկար, այն ձմեռը ձունեիս էս փչում էր ուղիղ տունը, քամ ժամանակը սենց ինչ ձևից կվազիտներ, շատ ահավոր վիճակի մեջ։ Նախկինում շատ անմխիթար վիճակ էր, մուտքի դռները շատ վատն էին, համարյա չէր փակվում, որի պատճառով մուտքը շատ ցուրտ էր։ Վերանորոգումից հետո մուտքի դռները փոխվեցին, պատուհանները փոխվեցին, որի շնորհիվ շատ մուտքը տաք է։ Գավառ քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների կառուցման, մուտքերի վերանորոգման եւ արտաքին լուսավորության անցկացման կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 135 միլիոն դրամ, որի 50%-ը հատկացվում է պետական, 50%-ը համայնքի բյուջեից։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ Գավառ քաղաքում եւ Գանձակ բնակավայրում գազատար է կառուցվում, աշխատանքներն ավարտական փուլում են։ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ քաղաքի Ազատության 7, 9 եւ 11, ինչպես նաեւ Գանձակ բնակավայրի Պետրոսյան, Աղայան, Սունդուկյան, Մեծարենց, Հաղթանակ եւ Բատիկյան փողոցներում միջին եւ ցածր ճնշման գազատար է կառուցվում։ Գավառ քաղաքում աշխատանքներն արդեն ավարտվել են։ Գանձակում դեռևս ընթացքի մեջ են։ Գավառ ԳԳՄ-ն անդամինը տեխնիկական հսկողության որակի եւ անվտանգության հսկողությունն է իրականացնում, ամբողջ ֆինանսական ծանրաբեռնվածությունը կատարում է Գավառի համայնքապետարանը։ Մենք 2000 թվից տեղափոխվել ենք ստե ու մենտորի իշքամ ղեկավար փոխվերա մենք դիմեր ենք, խնդրեր ենք, որ գազաֆիկացնեն։ Ես կողրած պարոն Մորտիրոսյանին եմ դիմե, կորամոսեմ երևի առաջին մորտներ, որ խոստացավ ու իր խոստումը կատարեց։ Գազը որ կորտեն կմիացնեն, ջերուցումը կունենանք, շատ լավ, մաքուր ու յուտնի։ Շնորհակալ ենք օրողներից, կապիտարանը, որ դրեց ժողովրդի մարից քան մտածում անումա, էսի շատ մեծ բան է։ Գավառ քաղաքում ընդհանուր 861 մետր հատվածում պողպատյա հենարանների վրա կառուցվել է վերգետնյա գազատար։ Այս շինարարության համար համայնքի բյուջեից 15 միլիոն 800 հազար դրամ է հատկացվել։ 23 միլիոն 800 հազար դրամ էլ կարժենա Գանձակի 1400 մետր գազատարի շինարարությունը։ Ծակերը անում ենք նորմալ, մաքրում ենք մեջինը, բետոնացիան անում ենք,
հենասուները տնկում ենք, մնում է չորանում է, հետո այս գիծը փռում ենք, դրանից հետո գնում ենք բաները, թռիչքային մասերը, համարյա ստենել ավարտին ենք ասցնում քիչ-քիչ։ Դες ինչ որ հրաշք լինի, էսի հենց հրաշք էր, որ գազը բերին, քաշին, մենք արդեն ուզում ենք, որ գազ կվառենք, մենք էլ բաքսը կմիացնենք։ Մենք շուրջ 10 տարի այստեղ ապրում ենք, բայց գազ չունեինք։ Շատ դժվար էր առանց գազի։ Հիմա շատ ուրախ ենք, որ արդեն գազը պետք է լի, արդեն պետք է անցկացնեն բնակարաններում։ Շնորհակալ ենք, որ գծի կառուցումը կազմակերպվեց։ Քաղաքապետից շատ շնորհակալ ենք։ Գազատարերի շինարարության ծրագրում ընդգրկված տարածքները երբևէ գազիֆիկացված չեն եղել։ Այժմ այս թաղամասերի բնակիչները եւս կարող են օգտվել կապույտ վառելիքից։ 30 տարուց ավել մենք դիմել ենք, որ գազ քաշեն։ Չի եղել։ Ինչ ճանապարհների դիմել ենք, չեն արել։ Մարտիրոսյան Գուրգենին դիմեցինք, ալալելնի բերեց, սարքեց։ Այս թաղում եմ ապրում արդեն ծնվածս օրվանից 20 տարի։ Այս թաղում չենք ունեցել գազ, հիմա ունեն գազ, դրա համար շատ շնորհակալ ենք մեր քաղաքապետարանից, հանձինս պարոն Մարտիրոսյանից։ Հնարավոր բաժանորդները այս պահի մոտավորապես 18-20 են, բայց նաև ունենք պոտենցիալ բաժանորդներ, ընդլայնվող տարածքներ են, դրանք իմ ասած 30-ից էլ շատ կլինեն հետագայում։ Գավառի մասնաճյուղի գլխավոր ճարտարագետը տեղեկացնում է, որ գազատարերի շինարարության ամբողջական ավարտը նախատեսված է տարեվերջին։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Եղամաօր։ Մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրի շրջանակներում Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ իրազեկման հանդիպում է կազմակերպվել երիտասարդների հետ։ Հանդիպմանը ներկայացվել է ծրագրի բովանդակությունը եւ մասնակցային բաղադրիչի կիրառումը։ Մասնակցային բյուջետավորում 2026 ծրագրի շրջանակներում Գավառի համայնքապետարանը նախաձեռնել էր հանդիպում իրազեկում համայնքի երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների եւ նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ։ Գավառում ծրագրի համակարգող Ռիփսիմե Զանգիզորյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները, ինչ չափորոշիչներ, առաջնահերթություններ, ժամկետներ են սահմանված, ինչպես դիմել, ինչպես գրագետ առաջարկներ ու ծրագրեր ներկայացնել եւ ծրագրին վերաբերվող այլ բաղադրիչներ։ Քանի որ երիտասարդների շրջանում հետաքրքրությունը մեծ էր դեպի մասնակցային բյուջետավորումը, մենք այստեղ նաև հրավիրեցինք նախաձեռնող խմբերին, որպեսզի իրենց հաջողած ծրագրերով ավելի լավ ուսուցանեն, սովորեցնեն, ցույց տան, թե ինչպես են հաջողել այդ ծրագրերը, ինչպես կարելի է գրագետ առաջարկ ներկայացնել, որպեսզի իրենք եւս հաջողեն։ Հանդիպման մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերը բարձրացրին, քննարկվեցին առաջարկվող ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Իսկ մասնակցային բյուջետավորում 2026 ծրագրի առաջարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հունվարի 9-ը։ Ծանոթացել ենք շատ մանրամասն, թե ինչպիսի փուլերով են տեղի ունենում մասնակցային բյուջետավորումը, որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ եւ Գավառ համայնքի բնակիչ, ինձ շատ հետաքրքիր է այս առաջարկը։ Ներկայ եմ այստեղ ծանոթանալու գործընթացին, իսկ վերջում իմ առաջարկներով հանդես գալու։ Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ շեշտադրվեց ծրագրի առանցքային գաղափարը, որ բնակիչը կարող է իր համայնքի զարգացման գործում ունենալ ակտիվ դերակատարություն եւ առաջարկվող ծրագրերով փոփոխության բերող դառնալ։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Եղամաօր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Եղամաօր լրատվականի իլրումն բաժինը։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Վարդենիս քաղաքը տոնական շունչ է ստացել, արվել է հնարավոր ամեն բան լուսավոր ու ջերմ միջավայր ստեղծելու համար։ Ամենուր լույսեր, գույներ, զարդարված փողոցներ եւ իհարկե տոնական միջոցառումներ։ Դրանցից մեկը մատուցում են մշակույթի տանսաները, հանդես գալով ամանորի երաժշտական մյուզիկլով, հանդիսատեսին փոխանցելով ուրախություն, ժպիտ եւ տոնական տրամադրություն։ Այս երեկո պտտվելու է երազանքների հոլը, որ վառվեն եղևն ու լույսերը։ Իջնում են ցած փաթիլները ձյուն դարձած, որ կա էլի ձմեռ ու կատարվի երազը մեր։ Ահա երկնացուներ, ահա սեպտեմբեր, իրեն սամբան ուրախությամբ նայիր մեր աստղերի երգով, հենց այս երեկով վարվելու
մենք միասին վառելու ենք տոնական լույսերը եւ մեր այս կախարդական պահի համար մեզ անհրաժեշտ են 3 տարերք։ Դուք պատրաստ եք չէ՞ ինձ օգնելու, որպեսզի մենք վառենք այսօրվա լույսերը։ Դե ինչ սիրելիներս, սկզբի համար մեզ անհրաժեշտ է ջուրը, բայց ջուրը մենք որտեղից կարող ենք գտնել։ Հա, հասկացա, պինգվինները, հենց պինգվիններից էլ կխնդրենք օգնությունը։ Սիրում ենք պինգվինները, հյուսիսային քամիները, համսաղում ենք սարսերի աշխարհում ենք բարեն օգնել։ Հիմա մեզ անհրաժեշտ է կրակը, բայց կրակը մենք որտեղից կարող ենք վերցնել։ Կրակ, հուր, անտառ։ Հա, ճիշտ է, հասկացա։ Մոգերը, հենց անտառի մոգերն էլ մեզ կօգնեն։ Գիշերվան կեսին մեզ քնից արթնացել, ում համար ենք այս ժամին աչքերը մեր բացել։ Արթնացել ենք խոր քնից գործերով կարևոր, թե ասեք թե մեզանից ձեզ ինչ է հարկավոր։ Դուք մոգերն եք անտարի, 1000 տարի ու տարի, ու գիտեք բասում գաղտնի կախարդանքներ։ Ձեր սիրելի գրքերի էջերում կան գաղտնի շատ հարցերի պատասխաններ։ Մենք ծանոթ ենք մոգերի ֆանտաստիկ գործերին, ու եկել ենք ձեզանից կրակը տանելու։ Մեզ մնում է գտնել վերջին 3-րդ տարերքը, բայց ո՞րն է այդ տարերքը։ Այո, ճիշտ ես փոքրիկ, օդը մեզ կբերեն եղնիկները։ Մեզ մոտ գրեթե ամեն ինչ պատրաստ է, բայց կարծես թե ինչ-որ բան բաց ենք թողել։ Մեր այս կախարդական պահի համար բացակային Ձմեր պապն ու Ձյունանուշը։ Եկեք բոլորով միասին այստեղ կանչենք Ձմեր պապին եւ Ձյունանուշին։ Ողջույն թորնիկներս, ինչպես եք։ Ավելի բարձր, տարիքիս հետ լսողությունս լավ չէ։ Ահա, լսեցի։ Գիտեք փոքրիկներ, մենք հերվից հետևում ենք, թե ինչպես միասնական ձևով հավաքեցիք 3 տարերքը։ Եվ կարծում եմ, որ պահն է իրականացնելու կախարդանքը։ Իհարկե, Ձյունանուշ, բայց դեռ մի բան էլ է պակասում։ Հիմա ձեր բոլորի սրտերը պետք է լցվեն բարությամբ, որպեսզի կատարվի հրաշքը։ Ահա, դե ինչ, կարծում եմ ամեն ինչ պատրաստ է։ Դե, ուրեմն եթե ամեն ինչ պատրաստ է, եկեք սկսենք։ Բռնենք գավազանիցս։ Ահա, գնացինք։ 4, 3, 2, 1։ Երբ արդեն լույսերը փայլում են մեր շուրջը, կարելի ասել, որ տոնը սկսվել է։ Եկեք այսօր բոլորս միասին երգենք, բարենք եւ ուրախանանք։ Amanore, ameni, nor dar maghi,
Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի բակում տեղի ունեցավ նոր տարվա կապակցության միջոցառում, որտեղ հավաքվել էին Վարդենիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի եւ Վարդենիս քաղաքի երեխաները։ Միջոցառումը շատ տպավորիչ էր, շատ լավ անցավ, երեխաները շատ ուրախացան։ Կարծում եմ, որ ստացվեց, շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին։ Տոնի ամենասպասված պահերից մեկը դարձավ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի պատրաստած անակնկալը։ Միջոցառման մասնակից բոլոր երեխաները ստանում են նվերների տոպրակներ, ավելի լիարժեք դարձնելով տոնի ուրախությունն ու մանկական երջանկությունը։